Հորից լքված եւ հաշմանդամ մոր խնամակալը դարձած 14-ամյա Նարեկը մշտապես կարծել է, թե մորից բացի ոչ ոքի պետք չէ։ Բայց տեսանյութից հետո համոզվեց, որ ոչ միայն լքված չէ, այլև բարեկամներ ու ընկերներ ձեռք բերեց, արժանանալով նաեւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությանը։ Այս անգամ խեղված ճակատագրեր էջի հերոսին օգնեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը։ Ղեկավար Արտակ Ալեքսանյանը պատրաստակամություն հայտնեց իրականացնել տղայի երազանքը։ Նարեկը թեև չէր բարձրաձայնել այդ մասին, սակայն տեղեկացանք, որ նա երազում է համակարգիչ ունենալ։ Համակարգիչը տեսնելով տղան աչքերին չէր հավատում։ Համայնքի ղեկավարը սակայն այդքանով չսահմանափակվեց եւ աշխատակազմի հետ տարատեսակ նվերներից բացի նաեւ մեծաքանակ սնունդ եւ հագուստեր ուղարկել։ Որոշեցին քո մանկության երազանքը ունենալ համակարգիչ ի կատարածել։ Հույս ունենալով, որ այդ համակարգիչը քեզ պիտի օգնի գիտելիքներ ստանալ, պիտի օգնի լավ սովորել, ճիշտ կողմնորոշվել, լավ մասնագիտություն ընտրել եւ մամային երջանկացնել։ Իդեպ տևական ժամանակ անջատված նրանց հոսանքն արդեն միացված էր։ Հեռուստադիտողներից շատերն այնքան էին ազդվել նրանց ապրելակերպից, որ մեզանից առաջ էին տեղ հասել օր առաջ հոգնելու։ Իսկ Բիլայնի ներկայացուցիչները նրանց տանը հեռախոսակապ էին անցկացրել եւ հեռախոսի ապարատ նվիրել։ Իմ հայրը թողել գնացել է, ես գիտեի, որ բանի ոչ մեկի պետք չեմ, գիտեի մենակ մամայիս եմ պետք, բայց սխալվել է այդ հարցում ու բոլորը ինձ աջակցեցին, ընկերացան իմ հետ ու ինձ ուրախացրեցին, բոլորին շատ շնորհակալ եմ։ Վեգա խանութների ցանցի տնօրինությունը շարունակելու է դրամական օգնությամբ եւ էլեկտրատեխնիկայով թեթևացնել մեր կարիքավոր հերոսների հոգսը։ Նարեկի մայրը գումար եւ լվացքի մեքենանվեր ստացավ։ Ես շատ շնորհակալ եմ Վեգա ընկերությունից, այս մեքենան, որ տրամադրել են ինձ, իմ հոգսը շատ կթեթևանա։ Երևան City սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը գումար տրամադրեց եւ օգտակար խորհուրդներ տվեց։ Դրանց հետևելու դեպքում գուցե մի օր էլ Նարեկը կարիքավորներին օգնի։ Վերցրեք խնդրում, իսկ Նարեկին ձեր որդուն կցանկանա, որպեսզի առաջին հերթին ուսման մեջ ունենա փոփոխություններ, այսինքն վերսկսի ուսումը եւ նաեւ կցանկանա միշտ չէ նաեւ այս հաղորդման շնորհիվ միջոցով նաեւ պատասխանատու մարմինների ուշադրությունը գրավենք նրան, որպեսզի նման պատասխանատու երեխաները զուրկ չմնան կրթությունից եւ առաջնահերթ սովորեն եւ հետո պետքական լինեն բոլորիս։ Զուզու ընկերության տնօրինությունը եւս անտարբեր չանցավ Նարեկի ու մոր հոգսի կողքով։ Նրանց ներկայացուցիչները ոչ միայն իրենց համեղ արտադրատեսակներից նվիրեցին, այլև գումար։ Այս գումարը Նարեկին։ Ես ինքս շատ եմ սիրում Զուզու քաղցրավենիքներից ու շնորհակալ եմ բոլորից, որ մեզ տրամադրեցին գումար, որ մենք մեր հոգսերը թեթևացնենք։ Բարի Սամարացի տնօրինությունը ինչպես միշտ մեր հերոսների կողքին է իր համեղ մսամթերքով։ Այս ընտանիքի համար նաև այլ սննդամթեր, գազօջախ, խոհանոցային պարագաներ էին բերել, իսկ Նարեկի համար հատուկ նվեր։ Ցանկանում եմ ձեր ընտանիքին հաջողություն, երջանկություն, թող հույսը, հավատքը, սերը ձեր ընտանիքից անպակաս լինի, իսկ մեր փոքրիկ հերոսին ցանկանում ենք նվիրել այս գեղեցիկ ժամացույցը։ Եվ ամեն անգամ, երբ որ դու նայես այս ժամացույցին, հիշի, որ կյանքում ամեն բան անցողի կա։ Լավ ապեր։ Նարեկն ու մայրը օրեր շարունակ համեղ սնվելու խնդիր չեն ունենա, քանի որ Տուկասա մսամթերքի արտադրամասը եւս համեղ արտադրատեսակներից էր բերել, խոստանալով Նարեկին մշտապես պահել ուշադրության կենտրոնում։ Քանի որ բալիկս դու մամային փորձում ես աշխատել եւ օգնած լինել, ես ցանկանում եմ, որ դու այս հետ սովորես, հետագայում նաեւ աշխատես, որպեսզի կարողանաս ինքդ էլ շատ մարդկանց օգնել։ Նարեկն ու մայրը քիչ թե շատ տաքանալու համար էլ փայտի կտորտանք չեն փնտրի, քանի որ կոմպլեքս մաքրման սերվիզը լուծեց վառելափայտի խնդիրը։ Գնահատելի է նաեւ, որ մեր բարերարները փորձում են ոչ միայն նյութապես, այլև խորհուրդներով օգնել։ Ոչ մի անգամ չնեղվեց ցանկացած դժվարությունից, ցանկացած մեծ մարդիկ միշտ եղել են ֆինանսական նեղ դրվածքի մեջ։ Հետո հարցել են մեծ նպատակ իրենց ուսումով ու ոչ մի բանից չնեղվեց, ոչ գլուխդ կախմանարի, ոչ մի բանից մի կաշկանդվի, փայտի խնդիրը մասնավորապես այլ խնդիրների հետ միաժամանակ լուծվել է, կարող է դու վստահ եղեք քո ուժերի մեջ, որ հասցես մեծ բարձունքներ, մայրիկդ միշտ երջանկանա քեզ տեսնելու եղավ։ Արտասահմանի մեր հայրենակիցները եւս անմասն չմնացին իրեն լքված համարող այս տղային օգնելու հարցում։ Մասնավորապես Ավստրիայում բնակվող մի քանի հայ ընտանիք, ֆրանսիահայ երիտասարդներ եւ մեկ ամերիկահայ գումար փոխանցեցին, իսկ հավաքված գումարով տունն են նորոգելու։ Ավստրիայի Վելս քաղաքի մի քանի հայ ընտանիքների կողմից հավաքագրված այս գումարը նպատակաուղղված է, որ մի փոքր թեթևացնեն քո հոգսը, քո առօրյա հոգսերը, մայրիկի դեղերի, ծախսերը եւ ընդհանրապես։ Իսկ մենք բոլորս
տեսանք եւ համոզվեցինք, որ դու թե կամքով, թե հզոր տղամարդ ես դառնում։ Չհուսահատվես, գլուխդ միշտ բարձր։ Շատ շնորհակալ եմ։ Ֆաբերժե բուտիկ սրճարանն այս անգամ գումարից բացի սնունդ, հագուստ եւ նվերներ փոխանցեց։ Sunfood յուղի արտադրամասը կարագ եւ յուղ։ Ադամյանների ընտանիքը Մասի Սարման սուպերմարկետը սնունդ, Տաքսու Վաուրտ Էդգարը Երևանից Արկադին, Կապանիցնելին գումար, շատերն էլ պարզապես չցանկացան ներկայանալ։ Ցանկանում ենք ձեզ տիկիններ դա առողջություն, համբերություն, ամեն ինչ լավ կլինի արժևում։ Նարեկը կմեծանա եւ Շատ շնորհակալ եմ։ Համբերություն ու գլուխդ միշտ բարձր։ Հաղորդումից հետո անմիջապես մի քանի րոպե հետո մեզ արձագանքեց մի տղա Նկարեն էր, որը բերեց մեզ գումար, հատկացրեց, դրանից հետո էլի են եղել մարդիկ քաղաքից եկել են, որ փող են տվել ու բանը, սննդամթերք են տվել։ Ժամանակի ընթացքում ամենից շատ մանկության տարիներն են կարոտում, բայց ցավոք ոչ բոլորի մոտ է այդպես։ Ինչպես Նարեկի, չնայած փոքրամարմին է, բայց կոպտացած ձեռքերով այս պատանին հասուն տղամարդ է հիշեցնում։ Նա մինչև օրս մանկության եւ պատանեկության որևէ ուրախ հիշողություն չուներ, բայց Բումբումիկի հերոսները լրացրեցին այդ բացը։ Հիշեցնելով նրան, որ նա ընդամենը 14 տարեկան է, տղան երբևէ չէր ապարել։ Բումբումիկի հերոսների հետ առաջին անգամ ապարեց ու վատ չստացվեց, ավելին նոր երազանքներով կյանքի նոր էջ բացեց։ Կյանքի եւ հոգու լույսը կորցրած Նարեկը գլուխը կախ իր քայլերի վրա կենտրոնանալով քիչ ճանապարհ չի անցել։ Բայց երբ ճանապարհդ մութ է լինում, կամ տեղ չես հասնում, կամ շեղվում ես, ավելի մեծ փորձությունների ես հանդիպում։ Բարեբախտաբար մեր սրտացավ հայրենակիցները վերադարձրին տղայի կորսված լույսը։ Մնացած ճանապարհն ինքնուրույն կանցնի, սակայն մի տարբերությամբ։ Այսուհետ ոչ թե լքված, մոլորվածի նման գլուխը կախ սևեռվելու է սեփական քայլերի վրա, այլ սկսելու է շուրջը նայելով ապրել։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։